Տասնյակներով քահանաներ միանում են եկեղեցու բարենորոգմանը։ Սա ունի ձնագնդի էֆեկտ եւ տանելու է նրան, որ Գարեգիմբն ընդունի միակ ճիշտ որոշումը՝ գնալ պատվավոր հանգստի, քանի հնարավոր է, որովհետեւ հետո կարող է հանգստի գնալ ուրիշ տեղ եւ ոչ այնքան պատվավոր։ Զարկերակ AM-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։ Նա նկատեց, որ Գարեգիմբն այլևս ընդունակ չէ կառավարել եկեղեցին։ Նա կարող է միայն մանր ինտրիգներ անել եւ ծառայություններ մատուցել Ռուսաստանին։ Այդ կապը կտրել է պետք։ Չպետք է մոռանանք, որ նրա եղբայրը այնտեղ պատանտի կարգավիճակում է, ինչը եւս ճնշման գործիք է, ասաց քաղաքագետը։ Ըստ նրա Գարեգիմբի շուրջ գործող թայֆա կա, որը նրան դրդում է խուլ եւ համր գտնվել այս ամենի նկատմամբ։ Գարեգիմբն ժամանակ է ձգում հույս ունենալով, որ ընտրություններում Ռուսաստանի 5-րդ չարացյունը հաղթանակ կտանի եւ իրեն հանգիստ կթողնեն։ Այս ամենն ուղղակի արկածախնդրություն է, ասաց նա։ Իսկ քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն էլ նկատեց, որ եկեղեցու ներսում ինքնամաքրումը կարող է երկար տևել։ Կտրիշ Ներսիսյանը իր խախտումների հետքերն է մաքրում, հրաշքի է սպասում, որպեսզի կեղծիքը չբացահայտվի, սակայն հրաշքը չար գործերի համար չէ, նշեց նա։